Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում խաղի կանոնները հաղորդումն է, որը մենք իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։ Իսկ մեր հաղորդման այսօրվա հյուրերն են հանձնաժողովի նախագահի օգնական Աստղիկ Բաղրամյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ իրավաբանական վարչության գլխավոր իրավաբան Անի Խուդավերդյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր կուզեմ խոսենք անարդար առևտրային գործելակերպից, որովհետև մենք որպես սպառողներ պարտավոր ենք իմանալ, թե ինչ է դա, որպեսզի լինենք պաշտպանված առաջին հերթին եւ կարողանանք անհրաժեշտության դեպքում մեր իրավունքները պաշտպանել, եւ թերևս առաջին բանը, որ պետք է իմանանք, ինչ է անարդար առևտրային գործելակերպը, որ դեպքում է առևտրային գործելակերպը համարվում անարդար։ Նախ անարդար առևտրային գործելակերպի մասին խոսելուց առաջ կարծում եմ, որ առավել նպատակահարմար կլինի հասկանալ, թե ինչ է առևտրային գործելակերպը եւ անարդար առևտրային գործելակերպը ընդհանրապես իրավական եւ օրենսդրական մակարդակում։ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով օրենսդիրը ի թիվս այլ հասկացությունների տվել է նաև սահմանել է նաև առևտրային գործելակերպ հասկացությունը, մասնավորապես նշելով, որ սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային գործելակերպը տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն, անգործություն, վարքագիծ, հաղորդակցության որևէ միջոց, գովազդ կամ այլ միջոցառումների ամբողջություն է, որոնք ուղղակիորեն կապված են սպառողին ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ներկայացմանը։ Եթե ավելի պարզ խոսեմ, ապա յուրաքանչյուր գործողություն տնտեսավարող սուբյեկտի կողմից կամ անգործություն, որը որ կապված է ապրանքի սպառողին իրացմանը, օրինակ ապրանքի վաճառքին, աշխատանքի կատարմանը, ծառայության մատուցմանը, համարվում է տնտեսավարող սուբյեկտի առևտրային գործելակերպ։ Իսկ այն հարցին, թե երբ է առևտրային գործելակերպը արդեն, այսպես ասած, դառնում անարդար, պատասխանեմ, որ այս մասով եւս օրենսդիրը նույն օրենքում ունի հստակ կարգավորումներ, մասնավորապես անարդար առևտրային գործելակերպ է համարվում տնտեսավարող սուբյեկտի այն գործողությունը, վարքագիծը եւ անգործությունը, որը հակասում է բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքներին եւ ըստ էության մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել միջին սպառողին, եթե այն ուղղված է միջին սպառողին կամ սպառողների խմբին, եթե այն ուղղված է կոնկրետ սպառողների կոնկրետ խմբին։ Այսինքն տնտեսավարող սուբյեկտի առևտրային գործելակերպը անարդար որակելու համար նախ կարևոր է երկու չափանիշների առկայությունը։ Գործելակերպը պետք է հակասի օրենքով սահմանված որոշակի սկզբունքներին, որոնք որ ես արդեն նշեցի, եւ պետք է մոլորության մեջ գցի միջին սպառողին։ Այս կարգավորումը օրենսդրի կողմից նաև կարևորվում է նրանով, որ ոչ միայն ապահովում է սպառողների իրավունքների պաշտպանությունը, այլ նաև տնտեսավարող սուբյեկտների տեսանկյունից ապահովում է հստակ եւ կանխատեսելի իրավական դաշտի առկայությունը։ Իսկ գործնականում ինչպիսի դրսևորումներ է ունենում այս առևտրային անարդար առևտրային գործելակերպը, որպեսզի կարողանանք տարբերակել նաև։ Էլի նույն օրենքով, որ նշեցի, սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով, օրենսդիրը առանձնացնում է 3 հիմնական դրսևորում, եթե դրանք ուղղակիորեն թվարկեմ, ապա անարդար առևտրային գործելակերպ է համարվում մոլորեցնող գործողությունը, մոլորեցնող անգործությունը եւ ագրեսիվ առևտրային գործելակերպը։ Այս 3 դրսևորումները ընդհանուր առմամբ վերաբերում են այն դեպքերին, երբ օրինակ տնտեսավարող սուբյեկտի կողմից այս կամ այն ապրանքի աշխատանքի ծառայության վերաբերյալ որոշակի թերի կամ աղավաղված տեղեկատվություն է փոխանցվում կամ ընդհանրապես էական համարվող տեղեկատվությունը սպառողին չի փոխանցվում եւ երրորդ դրսևորման մասին, երբ որոշակի սպառողի վրա որոշակի անհարկի ճնշում է ավելանում, նպատակ ունենալով ազդելու սպառողի վերջնական որոշման վրա, այսինքն ձեռքբերման որոշման կայացման վրա։ Էլի օրենսդիրը այս 3 դրսևորումների մասով հստակ կարգավորումներ ունի օրենքով, մասնավորապես այն բոլոր չափանիշները, որոնք որ հաշվի են առնվում անարդար գործելակերպի առկայությունը գնահատելիս, այն բոլոր դեպքերը, որոնց առկայության դեպքում պարտադիր նաև առկա է առևտրային գործելակերպ անարդար, այս ամենը սահմանված է նույն սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով։
Այն նշեցիք, որ իրավախախտման առաջին հերթին վնաս կարող է հասցվել սպառողին։ Իսկ հետաքրքիր է, այս տեսանկյունից իրավախախտման հարցը գնահատելիս արդյոք հաշվի է առնվում նաև սպառողի ընկալումը։ Այո, ճիշտ նկատեցիք, անարդար առևտրային գործելակերպի հիմնական հասցեատերը հենց սպառողն է եւ այս առումով տրամաբանական է, որ անարդար առևտրային գործելակերպի հատկանիշների առկայությունը գնահատվի հենց սպառողի ընկալման տեսանկյունից, բայց այստեղ շատ կարևոր է պարզաբանել, թե որ սպառողի մասին է խոսքը։ Մասնավորապես պատկերացնենք մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտը ամբողջական եւ ճշմարիտ տեղեկատվություն է փոխանցում եւ գովազդում է իր որևէ ապրանք։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող որևէ զբոսաշրջիկ, որը չի տիրապետում հայերենին, տեսնում է այս գովազդը եւ առաջնորդվելով միայն վիզուալներով, առանց հասկանալու գովազդի իրական բովանդակությունը լեզվական բարիերի խոչընդոտի պատճառով, կայացնում է ձեռքբերման որոշում եւ արդյունքում մոլորվում է։ Այս դեպքում արդյոք, եթե այս սպառողը դիմի հանձնաժողովը կարող է արձանագրել անարդար առևտրային գործելակերպի առկայություն միայն հիմք ընդունելով այս սպառողի ընկալումը։ Պատասխանը ակնհայտ է, իհարկե ոչ, որովհետև հանձնաժողովը սպառողի ընկալումը քննարկելիս պետք է հաշվի առնի այն սպառողներին, որոնք որ իրենց լեզվական, սոցիալական եւ այլ գործոնների հաշվառմամբ ունեն իրազեկվածության որոշ մակարդակ եւ դրանց հաշվառմամբ կարող են կայացնել ձեռքբերման այնպիսի որոշում, որը բխում է իրենց շահերից։ Շատ հաճախ տնտեսավարող սուբյեկտների գործելակերպը ուղղված է լինում սպառողների որոշակի խմբի։ Պատկերացնենք իրավիճակ, երբ տնտեսավարող սուբյեկտը գովազդում է խաղալիքներ 2-ից 3 տարեկան երեխաների համար։ Այս դեպքում ակնհայտ է, որ այս գովազդի հիմնական հասցեատերերը 2-ից 3 տարեկան երեխաների հետ սերտ առնչակցություն ունեցող ազգականներն են եւ բնական է, որ այս մարդիկ ունեն 2-ից 3 տարեկան երեխաների վերաբերյալ եւ նրանց համար ընտրվելիք խաղալիքների վերաբերյալ որոշակի առավել տեղեկատվություն, որը որ հնարավոր է, որ պայմանական ես չիմանամ եւ բնական է, որ այս դեպքում եթե այս գովազդը ուղղված է հենց այս մարդկանց, այս գովազդի մոլորեցման հնարավորությունը գնահատվի հենց սպառողների խմբի միջին սպառողի ներկայացուցչի, այսինքն 2-ից 3 տարեկան երեխայի ազգականների ընկալման տեսանկյունից։ Հաճախ երբ տնտեսավարող սուբյեկտների գործողությունները, անգործությունը կամ վարքագիծը ուղղված է լինում կոնկրետ խմբի, որոնք որ առանձնացվում են իրենց տարիքային, ֆիզիկական կամ մտավոր որոշակի առանձնահատկություններով, այս դեպքում եւս հանձնաժողովը պետք է տնտեսավարող սուբյեկտի գործողությունները գնահատելու ժամանակ առաջնորդվի այս սպառողների ընկալման տեսանկյունից, որոնք օրենսդիրը կոչել է խոցելի սպառող։ Օրինակ, եթե գովազդվում է որևէ ապրանք, պայմանական դեղամիջոց, որը նշում է, որ երիտասարդացնելու է մարդուն եւ նրան օրինակ նվիրելու է մանկան առողջություն, այս դեպքում ակնհայտ է, որ օրինակ 18 տարեկան անձին կանտարբեր կանցնեն այս գովազդի կողքով, մինչդեռ օրինակ 60-ից ավելի տարիք ունեցող անձին ավելի զգայուն կլինեն այս գովազդի նկատմամբ, ուստի հենց այս պատճառով այս գովազդի մոլորեցման հնարավորությունը հանձնաժողովը պետք է գնահատի հենց այս սպառողների տեսանկյունից։ Եվ նշեմ եւս մի հանգամանք, որ սպառողին ընտրելիս չպետք է որևէ կերպ ծայրահեղացնել, մասնավորապես այն դեպքում, երբ որ սպառող օրինակ բավարար ջանք ու եռանդ չի գործադրում ընկալելու այն տեղեկատվությունը, որը որ տնտեսավարող սուբյեկտը բարեխիղճ կերպով եւ ամբողջական կերպով ներկայացրել է, այս դեպքում սպառողի մոլորեցումը, կոնկրետ այս սպառողի, չի կարող ելակետ լինել հանձնաժողովի համար անարդար առևտրային գործելակերպ գնահատելու համար։ Ես կուզեմ անարդար առևտրային գործելակերպի հատկապես մոլորության դրսևորումներին անդրադառնանք, որոնք էլի շատ կարևոր է իմանալ։ Առանց զուտ օրենսդրական կարգավորումներին անդրադառնալու նշեմ, որ մոլորեցնող գործողությունը, որպես անարդար առևտրային գործելակերպ, համարվում է այն գործողությունը, երբ տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողներին ուղղված տեղեկատվություն է փոխանցվում եւ այդ տեղեկատվությունը լինում է կեղծ, ոչ հավաստի, աղավաղված կամ թերի, եւ որը թյուր տպավորություն է ստեղծում տվյալ տնտեսավարող սուբյեկտի նրա գործունեության կամ առաջարկվող ապրանքի աշխատանքի ծառայության վերաբերյալ, սակայն այստեղ կարևոր պայման է, որ տնտեսավարող սուբյեկտի տվյալ վարքագծի արդյունքում
մոլորվեն սպառողներ, այսպես ասած, եւ այդ գործելակերպը դրթի սպառողներին կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որ նրանք հակառակ պայմաններում կամ այլ պարագայում չէին կայացնի։ Եթե փորձենք մոլորեցնող գործողությունը առավել պրակտիկ դաշտում պատկերացնել, փորձում օրինակներ բերել, օրինակ մոլորեցնող գործողություն օրենքի իմաստով կարող է համարվել այն դեպքերը, երբ հատուկ գնառաչարք է արվում, սակայն արդյունքում տնտեսավարող սուբյեկտը կամ հրաժարվում է մատակարարել այդ ապրանքը կամ ներկայացվում է նման օրինակ նմուշ, որը որ առավել, չգիտեմ, վատ որակի է կամ վնասված է կամ թերի է եւ այս ամենը արվում է այլ ապրանք գովազդելու նպատակով։ Օրինակ պատկերացնենք սմարթֆոնների խանութ եւ այսպիսի բովանդակությամբ գովազդ։ Գնեք սմարթֆոն պայմանական 100,000 դրամ արժողությամբ հատուկ առաջարկով։ Սպառողը այցելում է խանութ եւ ցանկանում է գնել այդ 100,000 դրամ արժողությամբ սմարթֆոնը, սակայն այնտեղ օրինակ աշխատակիցը ասում է, որ պայմանական վերջացել է այդ սմարթֆոնը, սակայն իրական պայմաններում այդ սմարթֆոնը դեռևս խանութում առկա է։ Կամ սպառողին ներկայացվում է այլ նմուշ, նույն սմարթֆոնի այլ նմուշ, որը որ օրինակ վնասված է։ Կամ ընդհանրապես առաջարկ է արվում մեկ այլ մոդել սմարթֆոնի եւ ասում են, որ օրինակ այս երկրորդ սմարթֆոնի գինը կրկնակի անգամ թանկ է։ Այստեղ ինչն է կարևոր հասկանալ, այս գործելակերպի հիմնական, նպատակը ստացվում է այն է, որ սպառողին հասցնեն, կոպիտ ասած, հասցնեն խանութ եւ ազդեն նրա գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքի վրա, որոշակի ազդեցություն ունենան։ Մոլորեցնող գործողության մեկ այլ դրսևորում կարող է լինել օրինակ այն դեպքերը, երբ տպավորություն է ստեղծվում, որ առաջարկվող ապրանքը օրինակ վաճառվում է օրինական ճանապարհով, սակայն դա իրականում այդպես չի։ Պատկերացնենք on-line հարթակում, on-line խանութներում վաճառվում է որոշակի դեղամիջոց, դեղամիջոցի վաճառքի գովազդում նշված է, որ այս ապրանքը օրինական է, ունի որակի հավաստագիր կամ եթե այդպիսի պահանջ կա, հաստատված է համապատասխան լիազոր մարմնի կողմից, սակայն դա իրականությունում ընդհանրապես այդպես չի։ Մոլորեցնող գործողության այլ օրինակ շարունակելով դեղերի թեման, կարող է լինել այն դեպքը, երբ որոշակի դեղորայք չհանդիսացող ապրանքը գովազդվում է այն տրամաբանությամբ, որ կարող է բուժել որոշակի հիվանդություններ։ Օրինակ, վաճառվում է, պատկերացնենք, բուսական թեյ, եւ այս բուսական թեյի վաճառքի գովազդում նշված է, որ մեր թեյը, մեր բուսական թեյը կբուժի շաքարային դիաբետը, պատկերացնենք, կամ սրտի հիվանդությունը։ Սակայն իրականում բուսական թեյը չունի դեղորայքի որակավորում, հաստատված չէ որևէ մարմնի կողմից եւ որևէ աղերս չունի դեղորայքային միջոց համարվելու հետ։ Ընդհանուր երևի մոլորեցնող գործողության պրակտիկ օրինակների մասով այսքանը։ Իսկ հնարավոր է, որ տնտեսվարող սուբյեկտի հայտարարությունը մոլորեցնի սպառողին, բայց նրա բովանդակությունը լինի ճշգրիտ, ճիշտ, այսինքն։ Այո, հնարավոր են նաև այդպիսի դեպքեր, երբ որ տնտեսավարող սուբյեկտները ամբողջական եւ ճշմարիտ տեղեկատվություն փոխանցեն սպառողներին, մինչդեռ ներկայացնեն այնպիսի ձևով, որը ինքնին արդեն սպառողին մոլորության մեջ կգցի։ Այստեղից կարևոր հետևություն, որ հանձնաժողովը գնահատման առարկա է դարձնում ոչ միայն տեղեկատվության բառացի ճշմարտացիությունը, այլ ընդհանուր առմամբ այդ տեղեկատվության ընկալումը սպառողի տեսանկյունից։ Փորձեմ օրինակներով ներկայացնել, մասնավորապես հաճախ ենք լսում հետևյալ բովանդակությամբ հայտարարություններ, օրինակ այս ավտոմեքենան բավարարում է եվրոպական ստանդարտներին։ Սա ներկայացվում է ընդհանուր առմամբ այնպես, որ սպառողի մոտ կարող է ձևավորվել ընկալում առ այն, որ տվյալ ավտոմեքենան չափազանց անվտանգային առումով լավն է կամ երազանքների մեքենա է ընդհանուր առմամբ, բայց իրականում պարզվում է, որ այս մեքենան ընդամենը բավարարում է եվրոպական նվազագույն ստանդարտներին, որոնք որ անհրաժեշտ են, որպեսզի այդ մեքենան ընդհանրապես շուկայում շրջանառության մեջ հայտնվի։ Սակայն տնտեսավարող սուբյեկտների կողմից, վաճառողների կողմից այս անհարկի շեշտադրումը բերում է մի իրավիճակի, երբ որ սպառողի մոտ
լրիվ իրականության հետ որևէ աղերս չունեցող ընկալում է ձևավորվում։ Կամ օրինակ գովազդվում են ինչ-որ միջոցներ եւ նշվում են, որ այս միջոցը պարունակում է կլինիկապես թեստավորված բաղադրատար։ Այստեղ սպառողի առաջնային ընկալումը այն է, որ այս բաղադրատարը, որը կլինիկապես թեստավորված է, հավանաբար հավելյալ որակ է հաղորդել ապրանքին, բայց պարզվում է, որ թեստավորվել է այդ բաղադրատարը միայն նրա համար, որ պարզ դառնա, արդյոք այն համադրելի է տվյալ ապրանքի այլ բաղադրիչների հետ, եւ արդյոք իրականում կարելի է օգտագործել այդ բաղադրիչը տվյալ ապրանքի մեջ։ Ամփոփելով այս ամենը, պետք է նշել, որ սպառողների ընկալումը ձևավորվում է ոչ միայն սոսկ տեղեկատվության հավաստիությամբ, այլ նաև դրա ներկայացման եղանակով։ Անդրադառնանք նաև մոլորեցնող անգործությանը, սա ինչով է տարբերվում մոլորեցնող գործողությունից։ Տեսեք, մոլորեցնող գործողությանն ու անգործությանը միավորում է մեկ հստակ հանգամանք, այն է, որ տնտեսավարող սուբյեկտները իրենց գործելակերպով փորձում են սպառողին դրդել կայացնելու այնպիսի ձեռքբերման որոշում, որը վերջինս չէր կայացնի այլ պայմաններում։ Հենց անվանումները փոքրինչ հուշում են, որ մի դեպքում գործ ունենք գործողությունների հետ, իսկ մյուս դեպքում այդ գործողությունների բացակայության հետ։ Այսինքն մի դեպքում, օրինակ, տնտեսավարող սուբյեկտը ներկայացնում է տեղեկատվություն, բայց այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Իսկ մյուս դեպքում տնտեսավարող սուբյեկտը ձեռնպահ է մնում այդ այնպիսի տեղեկատվության ներկայացումից, որը որ անհրաժեշտ է եւ բավարար, որպեսզի սպառողները կայացնեն իրենց ձեռքբերման որոշումը, որը կբխի իրենց շահերից։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը, մասնավորապես օրինակ գնման հրավերի դեպքում, երբ որ տնտեսավարող սուբյեկտը առաջարկում է ծառայություններ եւ ապրանքներ, այս դեպքում պետք է վերջինս պատշաճ կերպով ներկայացնի օրինակ այդ ապրանքի կամ ծառայության գինը։ Ընդ որում օրենքով նախատեսված կարգով պետք է գնի ներկայացումը իրականացվի, այսինքն ներկայացվի թե վաճառքի գինը, թե միավոր գինը, այս մասին բազմիցս այլ թողարկումների շրջանակում խոսել ենք։ Պետք է օրինակ ներկայացնի ապրանքի եւ ծառայության հիմնական հատկանիշները, պարտավոր է ներկայացնել նաև օրինակ վճարման եղանակը կամ առաքման ծառայությունների առանձնահատկությունները, պետք է ներկայացնի նաև տնտեսավարող սուբյեկտներին բողոք ներկայացնելու կարգը եւ այդ բողոքների քննության ընդհանուր քաղաքականությունը։ Շատ կարևոր է նաև, որ օրինակ, եթե գործ ունենք ինֆլուենսերների հետ, վերջիններս որևէ ապրանք, եթե գովազդում են, այսինքն գումարի դիմաց ներկայացնում են տվյալ ապրանքը եւ դրա առանձնահատկությունները, դա չներկայացնեն որպես իրենց անձնական փորձառություն, այլ ներկայացնեն, որ սա իրականում գովազդ է եւ վճարովի համագործակցություն։ Փորձեմ որոշ օրինակներ ներկայացնել, վերջին շրջանում օրինակ հաճախ ենք լսում հայտարարություններ տնտեսավարող սուբյեկտներից, որ մեր մոտից գնումներ կատարելու դեպքում դուք կստանաք քեշբեք։ Սակայն շատ հաճախ է լինում, երբ այդ հայտարարություններում թաքնված են լինում կամ ներկայացված չեն լինում որոշակի սահմանափակումներ այդ քեշբեկից օգտվելու, մասնավորապես այն, որ օրինակ պետք է քեշբեք ստանալու համար կատարել 50,000-ից ավելի գնումներ եւ դա պետք է լինի միանվագ գնում։ Իհարկե սա չի վերաբերում այն դեպքերին, երբ որ գործ ունենք մի առևտրի օբյեկտի հետ, որտեղ որ վաճառվում են միայն 50,000 դրամից ավելի արժեք ունեցող ապրանքներ եւ ակնհայտ է, որ այստեղից ցանկացած ապրանք ձեռք բերելու դեպքում սպառողը կստանա 50,000 դրամի գնում կատարելու պայմաններում իր խոստացված քեշբեքը։ Մեկ այլ օրինակ, հենց վերջերս եմ բախվել իրականում, մասնավորապես էլեկտրոնային հարթակից էի օգտվում եւ այն մատուցում էր որոշակի ծառայություններ եւ երկու տարբերակ կար այդ ծառայություններից օգտվելու, մեկը վճարովի բաժանորդագրության տարբերակներ, մյուսը անվճար։ Սկզբում ընտրեցի անվճար բաժանորդագրության տարբերակը եւ պարզվեց, որ իրականում կա ժամանակային սահմանափակում այդ ծառայությունից օգտվելու, եթե օգտվում ես այս փաթեթը, բայց դրա մասին որևէ նշում, որևէ տեղ չկար, այսինքն գործ ունենք մոլորեցնող անգործության հետ։ Նաև կուզեմ անդրադառնանք ագրեսիվ առևտրային գործելակերպին, որ դեպքում է համարվում, որ տնտեսվարող սուբյեկտի գործելակերպը ագրեսիվ է։ Նախ երբ որ խոսում էինք անարդար առևտրային գործելակերպի ընդհանուր դրսևորումների մասին, նշեցինք, որ մեկ այլ դրսևորում է ագրեսիվ առևտրային գործելակերպը, սակայն կարևոր է հասկանալ ինչ է սա եւ ինչպես է դրսևորվում, այսպես ասած, տնտեսավարող սուբյեկտների ճակերտավոր ագրեսիվությունը։ Օրենք սահմանում է, որ ագրեսիվ առևտրային գործելակերպը ոտնձգության
ֆիզիկական ուժի գործադրմամբ կամ որևէ անհարկի ազդեցության գործադրմամբ սպառողի ընտրություն կատարելու իրավունքը թույլատնելու միջոց է, այսպես ասած, որը որ իր հերթին դրդում է սպառողին կամ կարող է դրդել սպառողներին կայացնել այնպիսի որոշում, ձեռքբերման մասին որոշում, որը որ նրանք սովորական պայմաններում չէին կատարի։ Այսինքն ագրեսիվ առևտրային գործելակերպ որակելու համար նախ կարևոր է որ լինի որոշակի անհարկի ազդեցություն, դա կլինի ֆիզիկական ուժի գործադրմամբ կամ այլ հարկադրանքի գործադրմամբ եւ ելի կարևոր է, ինչպես մյուս դրսևորումների դեպքում, ելի կարևոր է որ սպառողը կայացնի որոշում, որը որ սովորական պայմաններում նա չէր կայացնի։ Ընդհանուր ագրեսիվ առևտրային գործելակերպ գնահատելիս եւ անհարկի ազդեցության եւ ֆիզիկական ուժի արկայությունը գնահատելիս հաշվի են առնում մի շարք հանգամանքներ, մասնավորապես օրինակ այդ գործելակերպի կատարման վայրը, ժամանակը, շարունակականությունը, վիրավորական օրինակ բառեր կիրառելը կամ այդպիսի ագրեսիվ սպառնալիքը եւ այլն։ Եթե խոսենք արդեն ավելի գործնական օրինակներով, ագրեսիվ առևտրային գործելակերպ կարող են համարվել այն դեպքերը, երբ օրինակ տնտեսավարող սուբյեկտի կողմից տպավորություն է ստեղծվում սպառողի մոտ, որ նա չի կարող լքել վաճառքի տարածքը առանց որոշակի ապրանք ձեռք բերելու։ Ընդ որում, վաճառքի տարածքը լքել կամ չլքել կարող է նշանակել նաև էլեկտրոնային առևտրային հարթակը լքելը։ Մասնավորապես պատկերացնենք էլեկտրոնային առևտրային հարթակով առևտուր ենք անում, որոշակի ապրանքներ ենք գնում եւ այսպես ասած pop-up պատուհան է բացվում, այս pop-up պատուհանները այն հանկարծակի բացվող պատուհաններն են, որոնք ունեն որոշակի բովանդակություն, որոշակի առաջարկ եւ այլն։ Այս pop-up պատուհանը չի թողնում սպառողին դուրս գալ կայքից, այնքան ժամանակ, մինչեւ նա օրինակ չսեղմի գնել կոճակը, այսինքն կա օրինակ գնել կոճակ եւ հեռանալ կոճակ, հեռանալ կոճակը չի թույլատրում սեղմել, դու պետք է սեղմես գնել կոճակը եւ այդպիսով ազդեցություն եղավ սպառողի վարքագծի եւ սպառողի որոշման վրա։ Ագրեսիվ գործելակերպի այլ օրինակ կարող է լինել, երբ կեղծ շահում են առաջարկում կամ կեղծ մրցանակ են առաջարկում որոշակի գործողություն անելուց հետո։ Օրինակ, որևէ խանութում էլի ապրանք ենք գնել եւ մոտեցել ենք արդեն իրացման վերջին փուլին, վճարմանը եւ մեզ ասում են, որ օրինակ այս ապրանքը գնելու դեպքում դուք կստանաք X մրցանակը։ Բնականաբար սպառողը ոգևորվեց եւ որոշեց, որ այո, ես այս մրցանակը ուզում եմ։ Արդեն վճարման ժամանակ սպառողին հայտնում են, որ գիտես ինչ, օրինակ, մրցանակի համար պետք է նաեւ վճարել X գումար։ Էլի արկա է ագրեսիվ առևտրային գործելակերպի դրսևորում։ Եվ եւս մի օրինակ բերեմ, որը իմ կարծիքով թերևս ամենահայտնին է աշխարհում, սպառողի օրինակ տուն անհարկի այցելություններ, հեռախոսի միջոցով կամ կապի եւ հաղորդակցության այլ միջոցներով, դա կլինի էլեկտրոնային փոստ, սոցցանցեր եւ այլն, անընդհատ զանգեր եւ ապրանքի, այդ թվում նաեւ աշխատանքի եւ ծառայության վերաբերյալ որոշակի առաջարկներ։ Պատկերացնենք օրինակ երեկոյան մի ժամի անընդհատ զանգեր ենք ստանում եւ առաջարկում են գնել օրինակ X ապրանքը, այստեղ կարեւոր է որ սպառողի անհամաձայնություն լինի, այսինքն եթե սպառողը ասեց որ ես չեմ ուզում ինձ զանգեք եւ առաջարկեք այս ապրանքը կամ ընդհանրապես ինձ այս ապրանքը պետք չի, բայց դրանից հետո զանգերը կամ այցերը շարունակական բնույթ են կրում, այստեղ ուղիղ գործ ունենք ագրեսիվ առևտրային գործելակերպի հետ։ Հետաքրքիր է ամբողջ հաղորդման ընթացքում ընդգծեցիք, որքան կարևոր է ճշգրիտ եւ ամբողջական տեղեկատվության տրամադրումը սպառողին, սա ինչով է պայմանավորված։ Տեսեք, եկեք պատկերացնենք, որ սպառողին ամբողջական եւ համապարփակ տեղեկատվության տրամադրումը նույնն է, որ սպառողին նվիրում է սակնոց, որով որ վերջինս կարող է տեսնել ապրանքի կամ ծառայության իրական բովանդակությունը։ Կախված նրանից, թե ինչ ակնոց ենք նվիրում սպառողին, վարդագույն, սև կամ գոլորշիապատ ակնոց, որով ոչ մի բան չի կարող սպառողը տեսնել, հենց դրանից է կախված սպառողի կատարած ընտրությունը։
Եվ եթե սպառողը ի վերջո ձեռք բերի այնպիսի ապրանք, այնպիսի ծառայություն, որը իրականում չէր բխում իր շահերից, որի ձեռքբերումը, այդ դեպքում սպառողը մեղադրելու է օրինակ տնտեսությանը, վաճառողին, մեղադրելու է իր հարևաններին, բայց չի մեղադրելու երբեք իրեն։ Այս առումով, որպեսզի խուսափենք այս հանրային դժգոհության շղթայից, պետք է սպառողին փորձենք հնարավորինս համապարփակ եւ հասկանալի տեղեկատվություն տրամադրենք, որպեսզի վերջինս կայացնի այնպիսի որոշում, որը բխում է իր շահերից եւ ոչ թե վաճառողի թելադրանքն է։ Շնորհակալ եմ ձեզ, իրոք շատ կարևոր հարցերի մասին խոսեցիք այսօր եւ մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին իրազեկեցինք, որպեսզի չդառնան մոլորեցման զոհ։ Իսկ ես հիշեցնեմ, որ եթերում Խաղի կանոնները հաղորդումն էր, մեր հաղորդման հյուրերն էլ հանձնաժողովի նախագահի օգնական Աստղիկ Բաղրամյանն ու իրավաբանական վարչության գլխավոր իրավաբան Անի Խուդավերդյանն էին։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք։